Բարձրացրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 24-ն է, հայոց ցեղասպանությունից անցել է 111 տարի, և այսօր մտածում էի այն մասին, թե միանշանակ պետք է խոսել և գնահատական տալ նրան, թե ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, վստահ եմ այս մասին շատ եք լսել, շատերն են խոսել, թե ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը, այսօր նաև ուղերձով էր հանդես եկել Հայաստանի Հանրապետության վարչապետը, ազգային ժողովի նախագահը, խոսել է հայոց ցեղասպանության մասին, նաև խոսել է այն մասին, թե Փաշինյանը ինչպիսի պետություն պետք է կառուցենք, որպեսզի այլևս հայոց ցեղասպանություն տեղի չունենա, որպեսզի կարողանանք խուսափել ցեղասպանություններից, սակայն չի անդրադարձել ըստ ինձ մեկ կարևոր խնդրի, թե ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Իսկ այս հարցին չանդրադառնալը շատ բարդ և դժվար հարց է, ես կարծում եմ, որ ապագայում մեզ համար նոր խնդիրներ կարող է ստեղծել։ Ասեմ այն, որ այս հարցը բավականին նուրբ հարց է, և ցանկացած սխալ մոտեցում, ցանկացած սխալ քննարկում կարող է մեծ և վատ արձագանք ստանալ, դրա համար կփորձեմ չափազանց կոռեկտ լինել, բայց նույն ժամանակ շատ կարևոր է հասկանալ նաև մեր սխալները, թե ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը։ Այն, որ Թուրքիան ձգտում էր ոչնչացնել հայ ժողովրդին, դա միայն 1915 թվականին չէ, դրանից առաջ էլ են ձգտել թուրքերը, դրանից առաջ էլ նման փորձեր եղել են, մեծ ջարդեր են տեղի ունեցել նաև Աբդուլհամիդ II-ի ժամանակ, իսկ դրանից հետո արդեն երիտթուրքերը իրականացրեցին մասսայական կոտորած հայոց ցեղասպանությունը, որով որ ամբողջ արևմտյան Հայաստանը մաքրեցին հայկական բնակչությունից։ Ամբողջ արևմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքը, հազարամյակներով հայոց հայրենիքը, որը որ հազարամյակներով գոյություն է ունեցել որպես հայոց հայրենիք և մինչև հիմա էլ հայտնի է որպես հայոց բարձրավանդակ։ Անպայման լայքեք, քանի որ ձեր լայքերը իրոք հրաշքներ են գործում, սիրելի հայրենակիցներ, և սկսում ենք։ Ուրեմն ըստ իմ համոզման երիտթուրքերի որոշման վրա շատ մեծ ազդեցություն ունեցավ ռուսների, եվրոպացիների ակտիվացումը, քանի որ թե ռուսների և թե եվրոպացիների համար չափազանց կարևոր էր, որպեսզի հայերը կարողանան ապստամբություն բարձրացնել։ Բայց դա ոչ թե կոնկրետ 1915-ին էր, դրանից առաջ էլ այդ վախերը թուրք հասարակությունը, թուրքական պետությունը իր մեջ ունեցել է, որ հայերին կարող է օգտագործեն Թուրքիայի դեմ, թուրքական կայսրության դեմ, և դրա համար պատճառներից մեկն էր դա։ Ոչ միակ կարևոր և ոչ հիմնական ամենակարևոր պատճառը, բայց այնուամենայնիվ գլխավոր պատճառներից մեկը դա էր, որ թուրքերը վախենում էին, թե հայերին կարող է օգտագործեն քայքայելու համար թուրքական պետությունը։ Ու դրա համար էր, որ իրենք կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը, 1,5 միլիոնից ավել հայեր ոչնչացնելով, խաղաղ հայ ազգաբնակչություն ոչնչացնելով, հասան նրան, որ ամբողջ արևմտյան Հայաստանը հայաթափվի։ Հիմա ամենակարևորը մեզ համար հասկանալու համար այն է, որ այդ ժամանակ, քանի որ հայերը չունեին պետականություն, հայերին վերաբերվում էին մոտավորապես այնպես, ինչպես այսօր վերաբերվում են քրդերին Սիրիայում, քրդերին Իրաքում և նաև փորձում են քրդերին օգտագործել Իրանի դեմ, նույն Թուրքիայի դեմ, ահա մոտավորապես նույն կարգավիճակը մենք այդ ժամանակ ունեինք ռուսների և եվրոպացիների համար։ Եվ դա էր նաև, որ մեզ համար մեծ աղետ և խնդիր առաջացրեց։ Ես չեմ ասում, թե ազատագրական պայքարը սխալ էր, այն չպետք է տեղի ունենար,
Նաև պատմությունը ապացուցում է մեզ այն, որ որտեղ որ տեղի ունեցավ ինքնապաշտպանություն, որտեղ որ հայերը կարողացան կազմակերպել ինքնապաշտպանություն, մենք այդտեղ զոհեր չունեցանք կամ շատ ավելի քիչ զոհեր ունեցանք եւ շատ կազմակերպված հայերը կարողացան դուրս գալ իրենց գյուղերից, քաղաքներից, շրջաններից, բայց որտեղ որ կազմակերպված ինքնապաշտպանություն տեղի չունեցավ, ապա այդ քաղաքներում, շրջաններում, գյուղերում եղան սարսափելի մեծ կոտորածներ։ Ինձ բավականին դժվար է այս թեմայով խոսելը, քանի որ մեծ ցավ կա որպես հայ մարդ իմ մեջ, քանզի հասկանում եմ մեկ պարզ ճշմարտություն։ Ոմանք մեզ փորձում էին օգտագործել, իսկ մնացածները, մեր հակառակորդները եւ թշնամիները ուզում էին արագ մեզանից ամեն գնով ձերբազատվել։ Եվ իրականում ոչ ոք չէր եկել այդ ժամանակ մեզ փրկելու եւ ոչ ոք չխառնվեց, որպեսզի պաշտպաներ հայ ժողովրդին եւ չէր էլ խառնվելու։ Այսօր էլ ոչ ոք չի խառնվելու, զորք չի ուղարկելու, որպեսզի պաշտպանի եւ փրկի հայ ժողովրդին։ Ու դա է պատճառը, որ մենք պետք է հասկանանք մի պարզ եւ կարեւոր ճշմարտություն։ Այն ինչ մենք ունենք մեր հակառակորդների հետ, այն խնդիրները կուտակված, որոնք որ ունենք, դա մերն է։ Մենք չպետք է երբեք թույլ տանք, որպեսզի օտարը, լինի դա Ռուսաստանում, Եվրոպայում, լինեն դա պարսիկները, արաբները, ամերիկացիները, ով էլ լինի, չպետք է մենք թույլ տանք, որպեսզի այդ ուժերը արտաքին խաղացողները փորձեն իրենց խոշոր քիթը խոթել մեր գործերի մեջ եւ մեր կոնֆլիկտի, մեր ցավի, մեր ողբի վրա իրենց ձեռքերը տաքացնեն եւ ավելի սրեն առանցայնել գոյություն ունեցող կոնֆլիկտը մեր եւ թուրքերի միջև, որը որ շարունակվում է դարերով։ Այլ ճիշտ հակառակը կրկին ստիպված եմ Իսրայելին օրինակ բերել։ Ոչ թե Իսրայելն է օգտագործվում այսօր ընդդեմ Իրանի, ոչ թե Իսրայելն է օգտագործում ընդդեմ Իրանի, այլ Իսրայելն է օգտագործում մեծ գերտերություններ ընդդեմ Իրանի։ Արի անկեղծ լինենք եւ ճիշտը խոսենք։ Ահա դրան պետք է հասնենք առավելագույնը մեր առավելագույն ձգտումներով, բայց այսօր մենք տեսնում ենք, որ կրկին ու կրկին Հայաստանում կան բազմաթիվ ուժեր, որոնք որ նույն սխալն են գործում։ Գնում են օտարի ցանկություններով, գնում են Ռուսաստանի ցանկությունների հետևից։ Կրկին պատերազմ են ուզում բերել մեր աշխարհ։ Կրկին կոտորածներ, կրկին ցավ ու ողբ, բայց մեկ բան ոչ ոք կարծես հաշվի չի առնում։ Հայաստանի ժողովուրդը առավելագույնս այսօր կազմում է 3 միլիոն մարդ։ Ադրբեջանը 10 միլիոն է, մի քանի անգամ ասել եմ, Թուրքիան մոտ 80 միլիոն։ Մեր տնտեսությունը քանի անգամներով թույլ է թուրքականից ու ադրբեջանականից։ Մեր բնակչությունը քանի անգամներով փոքր է, նվազ է ադրբեջանականից ու թուրքականից։ Մեր տնտեսությունը, մեր բանակը բազմաթիվ հարցերով մենք հետ ենք ընկնում ցավոք սրտի։ Իսկ դա որևիցե կերպ չի մտահոգում Ռուսաստանի Դաշնությանը եւ որևիցե այլ գերտերության, ով որ ուզում է բախում ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի կամ Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Եվ ըստ ձեզ ում հաշվին է դա լինելու։ Ով է այդ բախումներից, պատերազմներից տուժելու, ով է սպառվելու, ով է մաշվելու այդ մեծ երկարատև պատերազմներում։ 3 միլիոնը ընդդեմ 80 եւ 10+ միլիոնի, դրա համար մենք պետք է պետություն դառնանք։ Դրա համար եթե մենք պետություն դառնանք, ոչ թե օտարի շահերով եւ ցանկություններով ենք առաջնորդվելու, որոնք որ մեզ համոզում են կողքից, թե իբր դա մեր ազգային ու պետական շահն է, այլ մեր իրոք ազգային ու պետական շահերով ենք առաջնորդվելու, ստիպելով, պարտադրելով, խնդրելով կամ ինչ որ խորամանկ այլ ձևերով ու միջոցներով այդ օտար երկրներին ներգրավելու մեր խնդիրների մեջ։
բայց քանի դեռ մեզ տեսնում են որպես գործիք, որը որ կարող են օգտագործել ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի, կապ չունի, ուզում եք ասեմ Իրանի, տարբեր տեղերում տարբեր խնդիրներ կան, տարբեր ժողովուրդներ, տարբեր պետությունների եւ ժողովուրդների դեմ են օգտագործվում։ Ահա այդ պատերազմում մենք ունենալու ենք անընդհատ ողբերգություններ, ցեղասպանություններ եւ տառապանքներ։ Հույսով եմ պարզ էր այսօրվա այս մասը մեր հաղորդման, բայց առաջարկում եմ անցնել նաև այլ կարևոր թեմաների քննարկմանը, քանի որ թեմաները շատ են եւ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Ուրեմն 3 հետաքրքիր հայտարարություններ արել Նիկոլ Փաշինյանը իր մամլո ասուլիսի ժամանակ։ Նա ասել է, որ հեղափոխությունից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ եւ այլ հայացքներ։ Հիմա պարզվեց, որ օրինակի համար Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է։ Մնացածը թատրոններ, խաղեր, ընդ որում ամենաանհաջող դաշնակցականը։ Ճիշտն ասած, ես շատ լավ ծանոթ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ դաշնակցության հակասությունների մասին։ Շատ լավ եմ ծանոթ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե դաշնակցական էր նախկինում, այլ այն մարդն էր, ով որ բազմաթիվ դաշնակցականների բանտեր էր նետում ուղարկում։ Հիմա ինչ է փոխվել։ Հիմա փոխվել է այն, որ Ռուսաստանի Դաշնությունից ես տեսնում եմ, որ բոլոր ուժերը Հայաստանում մոբիլիզացվել են եւ նախկինում այն ուժերը, որոնց որ իրար դեմ էին օգտագործում, նույն ռուսները, այսօր արդեն իրենք չեն կարող այդ ճոխությունից օգտվել եւ դրա համար բոլոր ուժերը մոբիլիզացնելով բոլորին բացահայտել են եւ դրա համար այդ ուժերը, ովքեր որ այդպիսի խորը հակասություններ ունեին միմյանց հետ, այսօր պաշտպանում են միմյանց շահերը։ Ես ահա այս եզրահանգմանն եմ գալիս եւ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ ամենի մաս է, դրա համար էլ ինքը չի կարող ուղղակի չպաշտպանել նախկիններին։ Ինքը ոչ թե նախկիններին է պաշտպանում, այլ իրականում պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության ազգային ու պետական շահը։ Սա է իմ համոզումը։ Ինչ ասել Փաշինյանը Սերժ Սարգսյանի մասով։ Նա ասում է, որ ասում են Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է։ Այս ընտրություններում նա մասնակցում է ուժեղ Հայաստանով։ Նախ հրապարակային հայտարարել իր աջակցության մասին, երկրորդը ամբողջ կազմով մասնակցում էին հանրահավաքներին։ Եվ այսօրվա ընտրական գործընթացում ուզում են ռևանշի հասնել ու վերականգնել 2006 թվականի կոալիցիան։ Սա մոտավորապես այն է, ինչ երեք ես ասում եմ, եթե հիշում եք, սիրելի հայրենակիցներ, ուղղակի մեկ բայցով, որ Սերժ Սարգսյանը փորձեց իր սեփական խաղը խաղալ, ինչպես արդեն նշեցի 2018 թվականին, քանի որ ինքը հասկանում էր, որ Ռուսաստանը հանձնելու է Արցախը, տալու է Արցախը Ադրբեջանին, ինչալով դա երեք մեկնաբանության մեջ էր, ես սա բաց էի թողել երեկվա մեր հաղորդման ընթացքում ասելու, եւ դրանից բացի Ռուսաստան Դաշնությունը պատրաստել էր այդ ժամանակ Կարեն Կարապետյանին եւ որիցը տեղ ինքը նորմալ չէր ունենալու այդ ժամանակ։ Դրա համար ինքը հասկացավ, որ ժողովրդի ճնշումը շատ մեծ է եւ լավ կլինի հիմա իշխանությունից այնպես դուրս գալ, որպեսզի իշխանությունը չհայտնվի Կարեն Կարապետյանի ձեռքերում։ Իսկ հիմա, ինչպես Փաշինյանը ասում է, հնարավորություն ունի Սերժ Սարգսյանը, համենայն դեպս ինքը այդպես է կարծում, որ կոալիցիա ձևավորի կամ կոալիցիայի մեջ մտնի այդ ուժի հետ, եթե այդ ուժը հանկարծ հաղթանակ տանի ընտրություններում։ Կրկին ռուսական խաղ, կրկին ռուսական դաշտ, կրկին Սերժ Սարգսյանը վերադառնում է դեպի իր սիրած, իր կողմից սիրված եւ ընտրված ռուսական ափեր։ Դրա համար Քոչարյանն էլ իր հարցազրույցի մեջ ասում է, որ հետնորդի հարցում է ինքը սխալվել։ Ամենամեծ սխալը եղել է իր մոտ հետնորդի ընտրության հարցը։ Կոնկրետ Քոչարյանը խնդիր ունի Սերժ Սարգսյանի որոշման հետ, որ ինքը խաղաղ ձևով հեռացավ 2018 թվականին եւ ուշ չկիրառեց ընդդեմ ժողովրդի
եւ չփորձեց մնալ իշխանության։ Ահա դրա հետ խնդիր ունի Ռոբերտ Քոչարյանը, քանի որ ինքը դա չէր նախատեսել, ինքը չէր պատկերացնում, որ այդպես պետք է վարվի Սերժ Սարգսյանը, եւ դա իրենց մեջ ամենամեծ հակասության պատճառը։ Այսինքն Սերժ Սարգսյանը առանձին խաղացող դարձավ Քոչարյանից անկախ խաղացող, բայց այնուամենայնիվ մնաց ռուսական դաշտում եւ այսօրվա որոշումն էլ իր դա է ցույց տալիս, բայց չեմ ուզում շատ երկար խորանալ այդ նախկինների անցյալների վրա։ Հաջորդ հայտարարությունը Փաշինյանի կարծում եմ ավելի հետաքրքիր եւ կարեւոր էր հապկից դուրս գալու մասին է։ Եվ այստեղ Փաշինյանը ասում է, թե ես չեմ կարող հաստատ ասել մենք դուրս կգանք, թե չենք գա հապկից, մենք այդ որոշումը կկայացնենք, տեսնելով թե ինչպիսի իրավիճակ է դուրս գալով ներկա իրավիճակից։ Այսինքն աշխարհում հիմա այնքան խառն է, որ Փաշինյանը չէ, ոչ մեկ կարծես աշխարհում 100%-ով չի կարող ասել, թե ինչպես կավարտվի այս գլոբալ առճակատումը։ Եվ դրա համար Փաշինյանը այդ որոշումը այս պահի դրությամբ չի կայացրել, ասում է դեպքերի բերումից, հանգամանքներից կախված կլինի այդ որոշման կայացումը։ Որպես վարչապետի, որպես պետական գործչի, ես հասկանում եմ իր այս հայտարարության իմաստը, բայց նաև մյուս կողմից տեսնում եմ, թե ինչ լուրջ վտանգներ է հապկը իր մեջ պարունակում Հայաստանի համար, Հայաստանի անկախության համար։ Հապկը փաստացի կարող է դառնալ գործիք, որով որ կարող է միջամտեն Հայաստանի ներքին գործերին։ Սա էլ պետք է հաշվի առնի պարոն Փաշինյանը։ Հիմա անդրադառնանք միջազգային կարևոր հարցերին եւ սկսենք Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունից եւ լարվածությունից Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, որը որ արդեն դառնում է կամաց միջուկային սպառնալիքների խնդիր։ Խոսքը նրա մասին է, որ Ֆրանսիան եւ Լեհաստանը Բալթիկ ծովի հյուսիսային Լեհաստանի վրայով զորավարժություններ են անցկացնում եւ այս զորավարժությունները կոնկրետ ատոմային զենքի օգտագործման զորավարժություններ են F-15 ինքնաթիռներով, JASM հրթիռներով փորձում են այնպիսի զորավարժություններ են իրականացնում, որով որ իբր հասցնում են հարվածներ Ռուսաստանի տարբեր քաղաքներին, ատոմային հարվածներ։ Զորավարժությունները Ֆրանսիայի միջուկային հովանոցի ընդլայնման մասին են, ինչպես եւ ասում էր Մակրոնը, մենք մեր միջուկային հովանոցի տակ ենք վերցնում ամբողջ Եվրոպան եւ պատրաստ ենք պաշտպանել ամբողջ Եվրոպան, եթե նման կարիք առաջանա, եւ հստակ սա ուղերձ է Ռուսաստանի Դաշնությանը, որ եթե հարկ լինի, եթե գա այն պահը, երբ պետք է մենք որոշում կայացնենք եւ հարվածներ հասցնենք ատոմային զենքով, մենք այդ որոշումը կկայացնենք։ Փաստացի սա են ասում այս զորավարժությունները։ Եվ այդ հայտարարության մեջ նաև ասվում է այն, որ ֆրանսիական ինքնաթիռներին թույլ է տրվում մուտք գործել Լեհաստանի օդային տարածք, սակայն միջուկային զենք օգտագործելու որոշումը մնում է միայն բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասության տակ։ Այսինքն Ֆրանսիան է որոշում կայացնելու ատոմային զենք օգտագործի թե չէ։ Այս ամենը արձագանքել է նաև Կրեմլը, Կրեմլի մոտ կանգնած քաղաքագետ Սերգեյ Կարագանովը իրենց պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Եվրոպայի դեմ միջուկային զենք կիրառել, օգտագործել։ Նա պնդել է, որ Եվրոպան պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են հիմա նահանջել Դոնալդ Թրամփին նկատի ունի, Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ Բայց նրա խոսքերով, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել են նահանջել, եվրոպացիները ռազմական հիստերիային հրահրում։ Այդ Կարագանովը նաև առաջարկել է փոխել իրենց դոկտրինը եւ հնարավորություն տալ, որպեսզի հարամանատարները եւս ունենան հնարավորություն ատոմային զենք օգտագործելու։
Նման ինչ-որ հայտարարություններ է արել նաև Մեդվեդևը, փաստացի փորձում են ամեն ձևով հիմա վախեցնել եվրոպացիներին, ասում են, որ պատերազմը կտեղափոխվի Եվրոպա, մենք ատոմային զենք կօգտագործենք, եթե պետք լինի, իսկ Ֆրանսիան Լեհաստանի հետ միասին այսպիսի կարևոր զորավարժություններ է անցկացնում, հասկացնելով, որ մենք էլ չենք վախենում եւ եթե հարկ լինի, մենք էլ նման հարվածներ կհասցնենք։ Ընդհանուր առմամբ վատ է, որ կրկին աշխարհը վերադառնում է միջուկային հռետորաբանությանը, բայց վերջին տարիներին Ռուսաստանը շատ էր խոսում միջուկային զենքի մասին, տվյալ զենքի օգտագործման հնարավորության մասին, հիմա դա է պատճառը, որ Եվրոպան արթնացել է եւ նրանք էլ այդպիսի հայտարարություններ, զորավարժություններ են անում։ Ուկրաինայի մասով կարող եմ կրկին ասել այն, երեք երևի ասեցի, որ 90 միլիարդ եվրոն արդեն տրվում է Ուկրաինային, դա 2 տարվա օգնություն է։ Զելենսկին կրկին հայտարարությամբ է հանդես եկել, հարավային Կովկասի մասով պարզաբանել է, որ իրենք մերձավոր արևելքին եւ հարավային Կովկասին պատրաստ են օգնել ոչ միայն դրոններով, այլ նաեւ ամբողջական ինքնապաշտպանություն կազմակերպելու համար, քանի որ ունեն դրա համար անհրաժեշտ միջոցները, մոտավորապես հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, շատ կարևոր է հասկանալ, թե դա վերաբերվում է Հայաստանին, թե չէ, թե միայն Ադրբեջանին է վերաբերվում, կարևոր է մեզ համար դա հասկանանք։ Հիմա խոսենք Իրանից։ Ուրեմն Դոնալդ Թրամփը բազմաթիվ հայտարարություններ է արել, ես չեմ կարող անդրադառնալ եւ չեմ էլ ուզում անդրադառնալ իր բոլոր հայտարարություններին, բայց մի քանի հայտարարություններ կան, որոնք որ կարևոր են, ստիպված ենք անդրադառնալ։ Նա ասում է, որ ես հրամայել եմ Ամերիկայի ռազմական ուժերին կրակել եւ ոչնչացնել ցանկացած նավ, նույնիսկ փոքրիկ նավակներ, որոնք որ ականապատում են Հորմուզի ջրերը, Հորմուզի նեղուցը։ Նա նաեւ ասել է, որ բացի այդ իրենց ականազերծող մաքրիչ նավերը հենց հիմա մաքրում են Հորմուզի նեղուցը։ Չգիտեմ որքանով դա համապատասխանում է իրականության, բայց այսպիսի հայտարարություն է արել Դոնալդ Թրամփը, ստիպված են ամեն հայտարարությունից հետո դա ավելացնել։ Եվ այն բանից հետո, որ Դոնալդ Թրամփը արել է այս հայտարարությունը, Axios-ը տեղեկացրել է այն մասին, որ Իրանը նորականներ է տեղադրել Հորմուզի նեղուցում։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ոչ մի նավ չի մտնի եւ դուրս չի գա Հորմուզի նեղուց առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի թույլտվության եւ մինչեւ Իրանի հետ խաղաղության համաձայնագիր տեղի չունենա։ Դրանից բացի Թրամփը ասել է, որ Իրանը շատ դժվար է հասկանում, թե ով է նրանց առաջնորդում, նա նաեւ համեմատել է կատվի եւ շան գզգարտվոցի հետ, այնինչ տեղի ունենում Իրանում։ Նա նաեւ ասել է, որ կարող է երկարացնել նույնիսկ 2 շաբաթով հրադադարը, ուզում է հասնել լավ խաղաղության Իրանի հետ, բայց իսրայելական 12-րդ ալիքը տեղեկացնում է մեզ այն մասին, որ իբր Մոհամմադ Խալիբաֆը լքել է բանակցող թիմը եւ դա տեղի ունեցել նրա պատճառով, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալները ճնշում են գործադրում նրա վրա եւ այդ պայմաններում Խալիբաֆը չի կարող բանակցել, որքանով ճիշտ է, որքանով սխալ չեմ կարող ասել, բայց այսպիսի տեղեկություններ մենք նույնպես ունենք։ Ու չնայած նրա, որ Թրամփը ասել է, որ ինքը շատ ժամանակ ունի, պատրաստ է սպասել շատ երկար, դրանից բացի չի բացում Հորմուզի նեղուցը, որպեսզի Իրանը օրական $500 միլիոն չվաստակի, նա նաև ասել է այն, որ եթե այնուամենայնիվ Իրանը որոշի, որ չի ցանկանում բանակցել եւ չուզենա բանակցել, ապա ինքը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը։ Նա նաև ասել է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև 2 շաբաթվա հրադադար է հաստատվել եւ դրանից հետո մենք տեսնում ենք, որ Հեզբոլլահը կրկին հերթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հետաքրքիր է, չէ՞։ Թրամփը հայտարարում է, որ 2 շաբաթվա հրադադար է հաստատվել, դեսպանները հանդիպել են Սպիտակ տանը, Իսրայելի եւ Լիբանանի բանակցել են, դրանից հետո այդ հերթիռները արձակվել են, դրանից բացի, երբ որ Դոնալդ Թրամփը ասում է, թե իրենց նավերը ականազերծում են Հորմուզի նեղուցը, Axios-ը տեղեկացնում է, որ նոր ասեցի, ուղղակի համեմատության համար։ Միանգամից Axios-ը տեղեկացրել է այն մասին, որ Իրանը նոր ականներ է տեղադրում Հորմուզի նեղուցում։
Բայց Թրամփը մնում է իր համոզմանը, որ եթե այդ շրջափակումը շարունակի, Իրանը ստիպված կլինի գնալ բանակցությունների, նա նաև ասում է, որ այնքան նավթ են արտադրում իրանցիները, որ իրենց համակարգերը նավթ արտադրող կպայթեն, եթե այդ նավթը չունենան այդտեղ ուր են արտահանում։ Նա նաև բացառել է միջուկային զենքի օգտագործումը Իրանի նկատմամբ եւ ասել է, որ ընդհանրապես որևիցե տեղ աշխարհում միջուկային զենքը չպետք է օգտագործվի, իսկ մեծ քսանյակի հավաքի մասով, որտեղ որ իբր հրավիրել էր Պուտինին, ասում է, որ չէ, նման հրավեր ես չեմ ուղարկել, բայց ասում է, եթե ինքը ներկա լինի, հասկացնում է, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենալ, ճիշտ հակառակ կարող է շատ օգտակար լինի նրա ներկայությունը այդ հանդիպումներին։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։